Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Բագրատունյաց Հայաստանի նշանավոր գաղակալներից մեկի Աբբաս թագավորի մասին։ Աբբասի գաղակալության շրջանում Հայաստանը տևական խաղաղության և տնտեսական բարգավաճման փուլ է թևակողում։ Դա չի նշանակում, որ Աբբասը խուսափում էր պատերազմներից։ Նրա օրոք նաև Հայաստանի վրա հարձակումները անպայման հետ էին մղվում և ավարտվում էին Հայաստանի համար հաղթական ավարտով։ Եվ այս հաղթանակների բերումով էր, որ ապահովում էր արժանապատիվ խաղաղություն։ Եվ այսպիսով խոսելու ենք Աբբաս թագավորի գաղակալության շրջանի մասին։ Աբբասի գաղակալության մասին խոսելիս պետք է նշել, որ հայոց թագավորությունը վերականգնվել էր 885 թվականին Աշոտ I մեծի ջանքերի շնորհիվ և Աշոտ Բագրատունին դրանից առաջ մոտ 30 տարի նախապատրաստել էր անկախությունը։ Տևական, բավական երկարատև աշխատանքի արդյունքում վերականգնվել էր հայոց թագավորությունը, արաբական խալիֆայությունը ճանաչել էր Հայաստանի անկախությունը և Աշոտ I-ը, որ փաստացի 30 տարի Հայաստանի տերն էր և իրական փաստացի թագավոր էր, նա ճանաչվում է 885-ից մինչև 890 թվականն է գահակալում և վախճանվում է։ Այսինքն չի հասնում թագավորական ճանաչված կարգավիճակով, այսօրվա տերմինաբանությամբ ասած միջազգայինորեն ճանաչված լինելով գահակալում է կարճ շրջան, ընդամենը 5 տարի։ Դրանից հետո գահին բազում է նրա որդին Սմբատ I-ը և Սմբատ I-ի գահակալությունը ավարտվում է ցավալի իրողությամբ, այս անգամ Ատրպատականի Սաջան Ամիրայությունը արաբական խալիֆայության հովանավորությամբ կարողանում է վերցնել հայոց թագավորին իբրև գերի և այնուհետև հայոց թագավորը նրանց Ամիրայի կողմից մահապատժի է ենթարկվում։ Թվում է թագավորությունը այլևս շարունակություն չի կարող ունենալ և 914 թվականին հայոց թագավորի մահապատժով և գլխատմամբ պետք է իր ավարտը տեսներ։ Եվ ահա Աշոտ II Երկաթը, որը Սմբատ I-ի որդին էր, համառ և երկարատև պայքարի արդյունքում կարողանում է հասնել հաջողության և ստիպում է արաբական խալիֆայությանը վերստին ճանաչել հայոց թագավորի կարգավիճակը Բագրատունիների և նաև, որ ամենակարևորն է, հայոց թագավոր Աշոտ Երկաթը լիակատար անկախության է բերում Հայաստան, այսինքն Հայաստանը այլևս չէր վճարելու տարեկան հարկ արաբական խալիֆայությանը։ Եվ ահա այս հիմքերով էր Աշոտ Երկաթից պետությունը փոխանցում Աբբասին։ Երբ խոսում ենք Աբբաս արքայի գահակալության սկզբնական շրջանի մասին, պետք է նկատի ունենանք, որ Սմբատ I արքայի վերջին և Աշոտ Երկաթ արքայի սկզբնական շրջանում Հայաստանի տարածքում առաջացել էին, այսպես ասած, առանձին զուգահեռ թագավորներ, այսինքն հարևան պետությունները խաղացել էին, մասնավորապես արաբական խալիֆայությունը և Սաջան Ամիրայությունը խաղացել էին մեր նախարարների, մեր իշխանների միջև եղած տարաձայնությունների վրա և զուգահեռաբար թագավոր էին հռչակել, օրինակ Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Արծրունուն և նա կրում էր նույնպես թագավորական տիտղոս։ Բացի այդ, 916 թվականին, այսինքն Գագիկ Արծրունու թագավոր ճանաչվելուց 908 թվականից 8 տարի անց 916-ին նմանատիպ ճանաչման էր արժանացել արդեն հայոց թագավորի ազգական Աշոտ Շապուհյանը կամ Աշոտ Բռնավորը և ստացվում է, որ նաև Բագրատունիների ներսում էր պառակտման գործընթաց գնացել։ Եվ ահա այն բանից հետո, երբ արաբական արքունիքը խալիֆը անձամբ ճանաչում է Աշոտ Երկաթի գահակալությունը իբրև շահնշահ հայոց, այսինքն բոլոր Հայաստանում ճանաչված թագավորների վրա ընդհանուր ղեկավար, դրանից հետո իհարկե զուգահեռ հռչակված թագավորները պետք է բավարարվեին տեղական թագավորական տիտղոսներով և ենթարկվեին փաստորեն շահնշահին, տվյալ դեպքում Աշոտ II Երկաթին։ Հիմա Աբբասի գահակալությունը սկզբնական շրջանում բախվում է այս երկու թագավորների գոյության հանգամանքին։ Երբ մենք խոսում ենք Աբբաս թագավորի գահակալության սկզբնական շրջանի մասին, պետք է նկատի ունենալ, որ արքան
սկզբնական շրջանում ունի լուրջ դժվարություններ։ Աշոտ Շապուհյանը փորձում էր իրեն դիրքավորել իբրև միակ Բագրատունյաց իրական արքա եւ անգամ բյուզանդական կայսրության հետ հարաբերություններում փորձում էր ձեռք բերել նրանց կողմից համապատասխան ճանաչում։ Այս առումով իհարկե լուրջ դժվարություն էր առաջանալու Աբբասի համար, եթե չլիներ այն իրադարձությունը, որ Աշոտ Շապուհյանը հենց Աբբասի գահակալության առաջին տարիներին մահանում է եւ 934 թվականից հետո այլևս չի հիշատակվում։ Նա մինչ այդ կարողացել էր իր նստավայր դարձնել Բագարանը, որը Աշոտ առաջինի նստավայրն էր եղել, այսինքն Բագրատունյաց տիրույթների սրտում էր հաստատվել եւ այս տարածքը հարակից տարածքներով եւ Արշալունի գավառը նրա ենթակայության տակ էր։ Այս առումով իհարկե կարևոր էր, որ նրա տիրույթները, քանի որ նա անժառանգ էր, նրա մահվանից հետո անցնում են Աբբասի վերահսկողության տակ եւ սա նպաստում է գոնե Բագրատունյաց ներսում անջատողական իրավիճակի հաղթահարմանը։ Դրանից հետո խնդիրը դրվում է հետեւյալ կերպ. կարգավորել հարաբերությունները Գագիկ Արծրունու հետ եւ դրանով ապահովել Հայաստանի քաղաքական միասնությունը։ Այն, որ դեռևս Աշոտ II երկաթի օրոք Գագիկ Արծրունին հեռացել էր իր դավաճանական ընթացքից եւ այլևս չէր համագործակցում արաբական խալիֆայության եւ հատկապես Ատրպատականում գտնվող Սաջան Ամիրայության հետ, դա արդեն իսկ դրական հանգամանք էր։ Գագիկ Արծրունին ոչ միայն հրաժարվել էր Սաջանների հետ համագործակցությունից, այլև արդեն Աշոտ երկաթի հետ էր հաստատել բավական լավ հարաբերություններ եւ ահա այդ հիմքի վրա էլ նրանց հարաբերությունները պետք է կարգավորվեին Աբբասի հետ եւ այդ տրամաբանությամբ շարունակվեին։ Իհարկե Աբբասի գահակալության սկզբնական շրջանում մենք տեսնում ենք նաեւ բյուզանդական կողմը, որ փորձում է Հայաստանում ավելի գերակա դիրքում, ավագության դիրքում նկատի ունենալ հենց Գագիկ Արծրունուն, հաշվի առնելով, որ նա ավելի վաղ է ստացել թագավորական ճանաչում, քան Աբբասը։ Բայց իհարկե ժամանակի հետ այս հանգամանքը եւս պետք է իր համապատասխան տեղում դրվի եւ Աբբասը ձեռք բերի Հայաստանում թիվ 1 թագավոր լինելու այն նույն կարգավիճակը, որ ուներ իր ավագ եղբայրը Աշոտ II Երկաթը։ Հայ պատմագրության մեջ եղել է բանավեճ, արդյոք Աշոտ Երկաթը եւ Աբբասը հաշտվել էին, որովհետեւ նրանք բավական տևական ժամանակ գժտված էին եւ տեսակետները այս հարցի շուրջ իհարկե մնում են այսպես պառակտված։ Մի մասը մասնագետների շարունակում է կարծել, որ Աշոտ Երկաթի գահակալության վերջում եղբայրները հաշտվել էին, իսկ մյուս մասը շարունակում է պնդել, որ այնուամենայնիվ նման հաշտություն չէր կայացվել եւ դրա համար էլ սկզբնական շրջանում Աբբասը ուներ դժվարություններ, այսինքն նա ավագ եղբորից ստանում էր ժառանգության կարգով, քանի որ Աշոտ Երկաթը որդի չուներ, ժառանգման կարգով ստանում էր գահը, բայց մյուս կողմից ավագանու կողմից, այսինքն արքունիքում եւ իշխանների շրջանում կար այն գիտակցումը, որ երկու եղբայրները հաշտ չեն եղել։ Եվ այս իրավիճակում իհարկե Աբբասից մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի նա ամրապնդվի իբրև թագավոր եւ նոր անցնի երկրի խաղաղ տնտեսական շինարարության գործին։ Երբ խոսում ենք Աբբաս թագավորի գահակալության սկզբնական շրջանի մասին, այստեղ պետք է նկատի ունենանք նաեւ մեկ այլ հանգամանք, որ տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն փոխվել էր։ Եթե Սմբատ առաջինի եւ Աշոտ II Երկաթի ժամանակ Ատրպատականում կար բավական ուժեղ ամիրայություն Սաջան Տոհմի գլխավորությամբ, որը երբեմն նույնիսկ հրաժարվում էր ընդունել արաբական խալիֆի գերիշխանությունը, իսկ ընդունելու պարագայում այնքան ինքնուրույն դիրքում էր, որ նույնիսկ Սմբատի օրոք ստանում է Հայաստանից հարկերը գանձելու եւ արաբական արքունիք տեղափոխելու իրավունքը, ապա այժմ 927 կամ 28 թվականին Ատրպատականի Սաջան Ամիրա Յուսուֆի սպանությունից հետո այստեղ հաստատվում է բավական անկայուն իրավիճակ, որը պահպանում է մինչև 940-ական թվականները այստեղ Սալարյան Տոհմի իշխանության հաստատումը։ Բայց նույնիսկ այս խառնակ իրավիճակը չի խանգարում, որ այստեղից 930-ական թվականների երկրորդ կեսին լայնածավալ հարձակում իրականացվի Հայաստանի սրտի ուղղությամբ, Արարատյան դաշտի ուղղությամբ։ Եվ այստեղից ոմն մի զորավարի հարձակման մասին են հայկական սկզբնաղբյուրները վկայում, որ նրանք ներխուժել են Նախճավանով, այսինքն Արաքսի միջնահովիտը օգտագործելով, մտել են
ժամանակակից խոր վիրապի հատված են հասել, նաև դվինն են գրավել ու արագածոտն են ներխուժել եւ այս հարձակման արդյունքում լուրջ խնդիրներ են ստեղծել Բագրատունյաց Հայաստանի համար, այսինքն անվտանգության սպառնալիքը եկել է Բագրատունյաց տիրույթների շրջան եւ մենք պատահական չէ, որ այսօր մեր նկարահանումը հենց արագածոտնում ենք իրականացնում, մասնավորապես այս պահին գտնվում ենք Բյուրական գյուղում։ Պատերազմական գործողությունները թևակողում են շատ հետաքրքիր փուլ։ Աբասը օգնության է կանչում իր ավագ եղբոր Վաղեմի հակառակորդին, որի հետ հաշտվել էին հետո, Գագիկ Արծրունուն, որպեսզի միասնաբար կարողանան ջախջախիչ հարված հասնել Հայաստան ներխուժած Արաբ Ամիրային։ Եվ այստեղ ուշագրավ է, որ Աբասը սկզբից ինքը միայնակ փորձում է ջախջախել թշնամուն, չկարողանալով դա անել նահանջում է, այնուհետև գալիս է Գագիկ Արծրունին եւ կարողանում են նրանք հաջողության հասնել, Գագիկ Արծրունին նույնիսկ գնում է դվինն է պաշարում եւ պատրաստում էր հրկիզել այն եւ բանակցությունների արդյունքում Դվինի Ամիրյան խնդրում է, որ ուղղակի նման գործողություն չարվի եւ այս գործողությունների արդյունքում հաջողվում է ուղղակի հասնել նրան, որ հարձակվող Ամիրյան հեռանա Հայաստանի տարածքից եւ տեղափոխվի նորից իր տիրույթների սահմանները։ Եվ հետաքրքիր է, որ խոր վիրապի մոտ տեղի ունեցած ռազմական գործողությունների առնչությամբ մեր սկզբնաղբյուրները ներկայացնում են, որ հակառակորդը տվել է 13,000-ի չափ սպանված, այսինքն ռազմական այս համագործակցությունը բավական լավ օրինակ էր, որ երկու Վաղեմի հակառակորդները, որոնց միջև փաստացի Հայաստանը բաժանվել էր, Բագրատունիները եւ Արծրունիները, գալիս են մեկ ընդհանուր հայտարարի։ Սա չափազանց կարևոր էր, ստացվում է, որ Հայաստանում քաղաքական միասնության որոշակի միտում կա եւ թեպետ Բագրատունիներին ուղիղ ենթակայություն Արծրունիները չեն ցուցաբերում այն իմաստով, որ չեն հրաժարվում Վասպուրականի թագավոր գոնե տիտղոսից, այնուամենայնիվ ստացվում է, որ նրանց քաղաքական օրակարգը արտաքին քաղաքականության մասով գոնե դառնում է մեկ ընդհանուր։ Դիմագրավել թշնամական գործողություններին համատեղ ջանքերով եւ սա իհարկե չափազանց կարևոր ուղերձ էր նաեւ մյուս իշխաններին։ Հայաստանում հաստատվում է որոշակի հստակ քաղաքական մասնատվածության պայմաններում նույնիսկ ընդհանուր հիերարխիա, ավատատիրական, այսինքն տարբեր միտումներ անջատողական, մեկ ընդհանուր աստիճանակարգության ներքո են միավորվում, որը գլխավորում էր բնականաբար Բագրատունյաց թագավորը եւ այս պայմաններում կար նաեւ Վասպուրականի առանձին թագավոր։ Նաև կարգավորվում են տարբեր իշխանների միջև եղած վեճերը, նրանց տիրույթների սահմանները հստակեցվում են, ամեն իշխանի տիրույթների ներսում կարգավորվում են այստեղ ավագությանն առնչվող տարբեր հարցերը, ովքեր են գահերեց իշխաններ, ովքեր են ենթակա գահակալ իշխանները եւ այս ամբողջ համակարգը բոլոր իշխանական ընտանիքների ներսում կարգավորվում է։ Ստեղծվում է որոշակի ներդաշնակ միջավայր Բագրատունյաց Հայաստանի զարգացման, բարգավաճման համար եւ պատահական չէ, որ Աբասի օրոք մենք տեսնում ենք Հայաստանի կենտրոնական հատվածներում տնտեսական ենթակառուցվածքների ճանապարհներ, ամրոցներ, ջրանցքներ, ամենի կարգավորում, այսինքն եւ պաշտպանական եւ տնտեսական ենթակառուցվածքները կատարելագործվում են եւ երկրում ստեղծում են նպաստավոր պայմաններ ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաեւ հոգեվոր առումով իշխանության կենտրոնացման, Բագրատունյաց տիրույթներ վերադարձի համար։ Բանն այն է, որ նրան նախորդող թագավորի Աշոտ Երկաթի իշխանության վերջին շրջանում, երբ Հովհաննես Դրացխանակերտցի կաթողիկոսը որոշակի տարակուսանք էր ապրում քաղաքական շարունակ այդ տատանումների երկրի ներսում անկայունության հանգամանքից, նա հեռացել էր Վասպուրական Գագիկ Արծրունու Վաղեմի խնդրանքին ընդառաջել էր, տեղափոխվել էր Աղթամար կղզի։ Եվ ահա Հովհաննես Դրացխանակերտցի կաթողիկոսի մահվանից տարիներ անց 946 թվականին Անանյա Մոկացին ընտրվում է հայոց կաթողիկոս եւ 2 տարի անց տեղափոխվում է Արգինայի վանք, որ գտնվում է Շիրակում Ախուրյան գետի ափին, այսինքն Բագրատունիների տիրույթներում էր գտնվում։ Այստեղ իհարկե Վասպուրականի Արծրունիների համաձայնությամբ արդեն կաթողիկոսական աթոռը վերստին վերադառնում է Հայաստանի կենտրոնական հատված եւ ձեռք բերում վերստին համահայկական նշանակություն։
Կար որոշակի վտանգ, որ եթե կաթողիկոսական աթոռը մնար աղթամարում եւ այդտեղ Արծունի տոհմի եպիսկոպոսները, վասպուրականի եպիսկոպոսները շարունակեին իշխել իբրև կաթողիկոսներ, կարող է հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանությունից հրաժարվեին տարբեր հատվածների հայ հոգևոր առաջնորդներ եւ այդ միտումը իսկապես նկատելի էր։ Մասնավորապես Սյունիքի եպիսկոպոս Հակոբը հրաժարվել էր ընդունել հայոց կաթողիկոսի գերագահ կարգավիճակը եւ անջատողական միտումներ ունեցող Աղվանից կաթողիկոս Սահակի հետ էր կապի մեջ մտել եւ նրանք միասնաբար տանում էին հայոց եկեղեցուց անջատման որոշակի օրակարգ։ Բանն այն է, որ Աղվանից կաթողիկոսությունը մշտապես եղել է հայոց եկեղեցու, Հայաստանի Ծառաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը եւ Աղվանից կաթողիկոսը մշտապես ենթարկվել է հայոց կաթողիկոսին։ Եվ այս վտանգավոր միտումները կանխելու համար Անանիա Մոկացին իր մոտ է հրավիրում այս երկու ըմբոստ փաստորեն խոտորյալ հոգևորականներին եւ փորձում է նրանց բերել հոգևոր միասնության դաշտ, կանոնական դաշտ բերել նրանց, բայց նրա այս մղումը սկզբնական շրջանում այս ցանկությունը հաջողության չէր հասնում, այնուամենայնիվ Հակոբ եպիսկոպոսի մահվանից հետո Անանիա Մոկացին կարողանում է հասնել նրան, որ Սյունիքի նոր եպիսկոպոսն ընդունում է նրա գերագահ կարգավիճակը եւ այնուհետեւ նույնը տեղի ունենում Աղվանից առաջնորդի պարագայում։ Անանիա Մոկացի կաթողիկոսի գործունեության տրամաբանությունը իհարկե համահունչ էր Աբասի գործունեության հետ, այսինքն ստացվում է, որ հայոց հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունները այդ ժամանակ հստակ շարժում էին մեկ օրակարգով՝ հասնել Հայաստանի քաղաքական եւ հոգևոր միասնության եւ դրա համար փոխադարձաբար պաշտպանում էին միմյանց գործողությունները եւ հասնում իսկապես Հայաստանի միավորյալ կարգավիճակի։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Աբասի օրոք փաստացի հայոց թագավորանիստը Կարսն էր, քանի որ Աբասը սպարապետական գործառույթներ էր ունեցել եւ սպարապետի նստավայրը եղել էր Կարս քաղաքը, նա որոշում է այդտեղից չհեռանալ եւ այս քաղաքը ավելի կառուցապատում է, ամրացնում, ամրակուր դարձնում եւ փաստացի դարձնում թագավորանիստ եւ դրա համար Կարս քաղաքը հայոց մայրաքաղաքների շարքում է հաճախ տեղ գտնում։ Այսինքն, երբ մենք մայրաքաղաքների թվարկումն ենք նայում, Կարսը այս պատճառով էլ հանդես է գալիս իբրև մայրաքաղաք այդ շարքում։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ նա հոյակերտ եկեղեցու շինարարությունը այստեղ նախատեսել, առաքելոց եկեղեցու շինարարությունը եւ այս եկեղեցին մինչ օրս գոյություն ունի, Կարս քաղաքի զարդն է, բայց ցավոք այսօր օգտագործում է թուրքական իշխանությունների կողմից իբրև մզկիթ, գործող մզկիթ է մեր օրերում։ Կարսի առաքելոց եկեղեցու օծման հետ կապված հետարքիր մի պատմություն է մեզ հաղորդում Ստեփանոս Տարոնեցի, այսինքն ասողիկ պատմիչը։ Նա ներկայացնում է, որ իբրև եկեղեցին քաղկեդոնական ծեսով օծելու սպառնալիք է ներկայացրել Հայաստան ներխուժած աբխազական թագավոր Բերը եւ նրա ներկայացմամբ Աբասը նրան պարտության է մատնել եւ դուրս է շպրտել Հայաստանից։ Մասնագետների մի մասը կարծում է, որ ասողիկի ներկայացրած այս պատումը իրականում ավանդազրույցային բնույթ ունի եւ չի հանդիսանում իրականություն այն պատճառով, որ որևէ այլ սկզբնաղբյուրում սրա մասին հիշատակություն չկա։ Աբասի գահակալության շրջանում նոր իրադրություն է հաստատվում Հայաստանի արևմտյան սահմանների մոտ։ Բանն այն է, որ բյուզանդական կայսրությունը, որ երկար ժամանակ չէր կարողանում դեպի արևելք իր քաղաքականությունը հստակ կերպով առաջ տանել, այժմ անցնում է որոշակի գործողությունների։ Բանն այն է, որ Բյուզանդիա եւ արաբական խալիֆայության սահմանը եղել էր Հալիս գետը, որը Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններով էր անցնում, այսինքն ստացվում է, որ արաբական խալիֆայության սահմանը հասել էր մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ եւ այժմ բյուզանդական կայսրությունը ցանկություն ուներ այդ սահմանները տեղափոխել ավելի դեպի արևելք եւ բուլղարական Սիմեոն թագավորի հարձակումների ավարտից հետո, դրանք հետ մղելուց հետո, երբ 927 թվականին հատկապես վախճանում է այս թագավորը, Բյուզանդիան հնարավորություն է ունենում Բալկանյան թերակղզու օրակարգից անցնելու արևելյան սահմանների օրակարգի սպասարկմանը։ Եվ խնդրեմ, այստեղ երկու տասնամյակ Հովանես եւ Թեոփիլոս Կուրկուաս հայազգի երկու զորավարների գլխավորությամբ
դեռևս 922-ից սկսված արշավանքները դեպի արևելք նոր թափ են ստանում եւ 20-ամյա ընթացքից հետո 942 թվականին ավարտվում բավական լուրջ արդյունքներով։ Նրանք հասնում են մինչև Եփրատ գետի ավազան եւ ամրապնդվում են արդեն Հայաստանի արևմտյան հատվածներում։ Ստացվում է, որ արաբական տիրապետության տակ գտնված զգալի հողեր անցնում են բյուզանդական վերահսկողության տակ, այդ թվում հայկական այնպիսի հինավուրց քաղաքներ, ինչպիսին Կարինը եւ Մելիտին են։ Նրանք փաստորեն հայկական տայքի եւ տարոնի ուղղությամբ ամրապնդվելու լուրջ հնարավորություններ են ստեղծում, թեև այդ փուլում այլևս չեն շարունակում իրենց առաջխաղացումը։ Սա հետագայում արդեն Աբասից հետո նոր հիմքեր էր ստեղծելու Բյուզանդիայի դեպի Հայաստան ներխուժելու եւ նվաճողական քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ։ Բայց Աբասի օրոք այստեղ այնուամենայնիվ ռազմական գործողություններ հայոց թագավորության եւ բյուզանդական կայսրության միջև չեն եղել։ Հակառակը, հենց բյուզանդական աղբյուրների, մասնավորապես այդ ժամանակաշրջանում կայսր եղած Կոստանդին Ծիրանացինի ներկայացրած տվյալներով երևում է, որ նրանք ձգտել են որոշակի ընդհանուր քաղաքականություն ունենալ Հայաստանի մասով, այսինքն նկատի ունենալով այն, որ Հայաստանը ձեռք էր բերել արաբական խալիֆայությունից լիակատար ինքնուրույնություն, բյուզանդական արքունիքը փորձում էր Հայաստանի հետ այդ ժամանակ գնալ ոչ թե ուղիղ բախման, այլ ձևավորել միասնական օրակարգ արևելյան քաղաքականության հարցում։ Հիմք ընդունելով սկզբնաղբյուրներում առկա տեղեկությունները, մասնագետները կարծում են, որ Աբբաս Բագրատունի արքան սկսել է գահակալել 928 կամ 929 թվականին եւ վախճանվել է 953 թվականը։ Աբբասի գահակալությունը հայոց պատմության մեջ մնացել է որպես Բագրատունյաց Հայաստանի առավել խաղաղ եւ տնտեսական բարգավաճման ժամանակաշրջան։ Մի ժամանակաշրջան, երբ Հայաստանը պատրաստ էր զենքի ուժով մի կողմից պաշտպանելու իր ռազմավարական շահերը եւ այդպիսով ապահովել խաղաղություն, մյուս կողմից հենց այդ ձեռքբերված պատերազմով եւ հաղթանակով ձեռքբերված խաղաղությունը պահպանել արդեն եւ զարգացնել տնտեսական բարգավաճման ճանապարհով։ Այս շրջանը նաև Հայաստանի քաղաքական միասնության որոշակի փուլ էր, եւ Աբբասը այս առումով մնաց հայոց պատմության մեջ կարևոր թագավորներից մեկը, որ ապահովեց բավական լավ հիմք իր հաջորդների գահակալության համար։ Այսպիսով մեր պատմություն հաղորդաշարի այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։